որը որ օրակարգում չկա, պետք չի բարձրացնել եւ չեմ կարծում, որ հաճախակի եռաբլուր այցելելով է մեր հարգանքի տուրքը մեր զոհված եղբայրների նկատմամբ տրվում, այլ ես վստահ եմ աշխատանքով ամենօրյա Հայաստանի Հանրապետությունը ուժեղացնելով, հզորացնելով մենք պետք է մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր եղբայրներին։ Այսօր եռաբլուրի եկեղեցում եւս պատարակ է զոհվածների հոգեկոչման համար, ելի իշխանության ներկայացուցիչներից ներկայություն չկա, ինչու է օրինակ ընտրել հենց այս պատարակի ներկա լինելը եւ ոչ այնտեղ։ Իսկ դուք ինչու եք այդպես վստահ խոսում, գնացել նայել եք այնտեղ իշխանության ներկայացուցիչներին, ես տեղյակ չեմ բացառում, որ մեր գործընկերներից կամ մեր քաղաքական թիմի անդամներից, որը մասնակցեն։ Պարոն ինչու եք մոտիկ չկան այս եկեղեցին, այս պատարակի եւ ամեն կիրակի մասնակցում եք պատարակի։ Ես չեմ զլանա ու նորից կպատասխանեմ, երևի ամեն կիրակի այդ հարցին պատասխանում եմ։ Ասել եմ, որ պատարակներին մասնակցում եմ, ոչ այն հաճախականությամբ, որ ես վերջերս եմ մասնակցել, ու դրա պատճառները ես չեմ թաքցրել, բարձրաձայն ասել եմ եւ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած կետում, որտեղ որ մենք կունենանք հոգեվարականներ, որ իրենց մեջ ուժ կգտնեն եւ կբարձրացնեն բոլոր այն խնդիրները, որը որ կա մեր Սուրբ Առաքելական եկեղեցում, ես պատրաստ եմ սատարեմ ու այդ սատարման ձևերից մեկն էլ մասնակցել այդ եկեղեցում պատարակին եւ մասնավորապես Տեր Թադեի կողմից արվող այսօրվա պատարակը իմ նշած պատարակներից մեկն է։ Պարոն Մովսիսյան, նախորդ պատարակը Հովանավանքում տեղի ունեցած Մարիա Թորը ըստ էության սպասություն որակեց, որովհետև Տեր Արամը կարգալույց եղած էր։ Ինչպես կբնութագրեք ու միաժամանակ նաև հարցնեմ, որ Տեր Թադեին է միգուցե մտավախություն չունեք, որ կարող է իրեն կարգալույց հռչակել։ Շնորհակալ եմ, իրականում գիտեք ինչն է հետաքրքիր, որ նախ այն որակումները, որ տվել են, ես այդ որակումների հետ համաձայն չեմ եւ բազմիցս նշել եմ, հիմա էլ եմ նշում, որ կարգալույց եղած մարդը չի կարող կարգալույց անել եւ պատարակը կեղծ որակելը դա մեղմ ասած բարոյական չէ, իսկ ինչ վերաբերվում է այսօրվա պատարակին, ես ուզում եմ հասկանամ այս մեր որոշ ընդդիմադիր գործընկերներ կամ որոշ լրատվական միջոցներ, որոնց նույնիսկ կարելի է ընդդիմադիր գործընկերներ համարել, որովհետև լրատվական համարելը մի քիչ ճոխություն կլինի, հարգելով բոլորին, այսօր ինչ են ասել։ Ձեզ դուր կգա, որ այսօր համարել է ճոխություն։ Ես հեսա վերջացնեմ միտքս ու կասեմ, թե ինչու եմ այդ կարծիքին եկել, եթե ես իմ գործունեության մեջ այնպես ինձ կդրսևորեմ, որ նման կարծիք կարա հնչի, ես կհամաձայնվեմ այդ կարծիքի հետ։ Ես ուզում եմ հասկանամ այսօր ինչ են ասելու եւ ոչ թե մտավախություն ունեմ, այլ նույնիսկ վստահություն ունեմ, որ մի ուշ շաբաթ Տեր Թադեին կարգալույց կանեն։ Ես ներքին համոզմունք ունեմ։ Իսկ ինչ վերաբերում է ձեր ասածին, ես շատ հարգելով բոլոր լրագրողներին, որոշ լրագրողների հետ նույնիսկ ընկերական հարաբերություններ ունեմ, բայց ցավոք սրտի մենք այսօր ունենք մի կարգավիճակ, որ բազմաթիվ լրատվական միջոցներ իրենց առաքելությունը այսպես չեն կատարում եւ ֆինանսավորվելով ընդդիմադիր կուսակցությունների կողմից ուղղակի գիծ են տանում, իսկ այդ գիծը ակնհայտ է, այդ գիծը ընդդիմադիր գիծ է եւ հիմնականում սուտ ու ոչ լիարժեք ինֆորմացիա տարածելով եւ դա ոչ միայն ես եմ ասում, այլ մեր ժողովուրդը շատ լավ գիտի ու շատ հաճախ երբ որ ուզում ենք հարցազրույցներ տանք, մեր ժողովրդից մարդիկ են լինում, որ ասում են ինչու եք այդ լրատվականներին հարցազրույց տալիս։ Այո, իհարկե, մեր ժողովուրդն է ֆինանսավորում, ես աշխատավարձ եմ ստանում։ Թափուն տեղերից, թվերային տեղերից։ Ես երևի դուք թվերը խառնել եք, հիմա 2025 թիվն է, 2018 թվականից հետո, եթե որոշ մարդիկ էլ ինչ-որ տեղից ֆինանսավորվել են, հիմա գտնվում են համապատասխան վայրերում եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե կան նույնիսկ մարդիկ, որ որոշ տեղերից են ֆինանսավորվում, ժամանակի ընթացքում կհատնվեն համապատասխան վայրեր։
Անկալություն կանաչ։ Ձեզ բոլորիդ բարի օր եմ ցանկանում։ Ձեզ նույնպես։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։